Ռուսաստանը Եվրոպայում ձայների միջոցով ազդեցություն գնելու մեխանիզմներ է օգտագործել։ Հայաստանում Ծառուկյանի կուսակցություն այդ տեխնոլոգիան վաղուց գիտեր։ Սկսեք 2017-ի գործից։ Հայաստանի ԱԱՑ-ն նկարագրում էր ԲՀԿ-ի շուրջ ձայներ գնելու կառուցվածք։ Բյուջեներ, տեղական կազմակերպիչներ, ձայների թիրախներ, մարդիկ, որոնք պետք է բերեին արդյունքը։ Ոչ մեկ ծրար, համակարգ։ Հետո գալիս էր փափուկ ծածկը, բարեգործություն։ Գյուղտեխնիկա, սերմեր, բուժօգնություն, տրանսպորտ, տեղական ծառայություններ, հատկապես այն վայրերում, որտեղ ԲՀԿ-ն ազդեցություն ուներ։ Տեսախցիկի առաջ դա առատաձեռնություն էր։ Քաղաքականության մեջ դա կախվածություն էր ստեղծում։ Ընտրողը օգնություն է ստանում, հիշում է, ով տվեց, իսկ կուսակցությունը գիտի, ընտրությունից առաջ ում դուռը թակել։ 2020-ին գլխավոր դատախազը քայլ արեց Գագիկ Ծառուկյանի դեմ։ Խորհրդարանը նրան զրկեց անձեռնմխելիությունից։ Ավելի ուշ նա ձերբակալվեց ընտրակաշառքի մեղադրանքով։ 2026-ին Ծառուկյանը արդարացվեց, իսկ նույն գործով Սեդրակ Արուստամյանը մեղավոր ճանաչվեց։ Իրավական մասը պետք է ճիշտ ասել, բայց քաղաքական տեխնոլոգիան մնում է տեսանելի։ Փող, տեղական ճնշում, բարեգործություն, հավատարմություն։ Կուսակցությունը պետք է համոզի քաղաքացուն։ Պատրոնաժային մեքենան սովորեցնում է պարտք զգալ։